Սեղմող կոշիկը երկար չես հագնի։ Եթե երկար ես հագնում, ուրեմն առաջացնում է վերք, կոշտուկ։ Այդ կոշտուկները զոհի դերի մեջ հոգու վրա են առաջանում։ Ողջույն բոլորին, քանի որ այսօր մեր հանդիպման շրջանակներում կա նաև փոքրիկ Գանձուկով ասեց պատրաստ ենք ռեկ, ես պատրաստ եմ ձեզ բոլորիդ ողջունելու եւ ասելու շնորհակալություն, որ միացել եք իմ եւ շատ սիրելի եւ լավ մարդու հոգեբան Մարիամի աղջկական կանացի զրույցներին։ Լիա, սիրելիս, միշտ այնքան ջերմ խոսքեր ես ասում հաղորդման սկզբում, որ հոգիս թևեր է առնում եւ քեզ այդ սրճախմությունը դարձել է տոնախմբություն։ Ես միայն ուրախ եմ եւ միշտ պատրաստակամ եմ դա շարունակական դարձնելու համար եւ ուզում եմ ասել, որ մենք կրկին հանդիպել ենք քո մասին խոսելու, քննարկելու, բարձրաձայնելու նպատակով, բարի նպատակով, ինքնակամ նպատակով եւ մի բառակապակցություն, որը պատտվում է ուղեղիս մեջ, գլխիս մեջ, ուզում եմ բացել դարձնել հասանելի, տեսանելի, շոշափելի, հետաքրքիր օգտակար բան է քո գլխում պատտվում։ Որն է։ Մի փոքր բառախաղային բարդ բառակապակցություն է։ Ցավի հաճույքը։ Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ նկատի ունեմ դա ասելով, որովհետև երևի մազոխիստներին ես առանձնացրել։ Գուցե անդրադառնանք քո ասածին, բայց իմ մտքի մեջ մարդիկ, ովքեր ադապտացվել են ցավին, սովորել են դրան, չեն էլ պայքարում, չեն էլ փորձում դա փոխել, այլ ցավից արդեն իր հետ ապրելով հաճույքի են վերածել։ Քո ամբողջ նկարագրությունը շատ դիպուկ է եւ նման մարդիկ իրականում մեր կողքը ապրում են։ Ցավը հետևանք է։ Ինչ որտեղ է ցավում մարդկանց, օրգանական մասը նկատի ունեմ, եւ մարդիկ, որ ասում են հոգիս է ցավում, հոգին, որը որ մենք չենք շոշափում, հասկանում ենք, որ ծանր ապրումների մասին է խոսքը։ Այս եւ նման շատ մտքեր, որոնք մեր շուրջ եղած մարդկանց մասին են, պետք է պարզապես փակագծերը բացել, որ նրանք կարող են ապրել առանց այդ ցավի։ Բայց ցավի հետ շատ ճիշտ բառ ասեցիր, ադապտացվում են եւ ինչ որ կետում առանց այդ ցավի ուղղակի հնարավոր չէ պատկերացնել առօրյան։ Ես խոսքիս միջից բացառապես հանում եմ այն օրինակները, որոնք որ կորստի ցավի մասին են, այսինքն հարազատին, ծնողին, որդուն, մտերիմ մարդուն կորցնելու մասն է, որովհետեւ այդ ցավը մենք վերլուծենք անպայման միասին, դա իմաստության տանող, ապրեցնելու եւ անավարտի մասին է։ Այն ցավը, որը որ դու ես բարձրացրել հաճույք դեպի տանող, դա այո, արմատում ընկած է, որ մարդը առանց իր կյանքը այդ ցավի, որպես համեմունք, ասենք, չի կարողանում պատկերացնել։ Երբեմն ասում են դու հաճույք ես տանում ինձ ցավեցնելով։ Ինչ նկատի ունենք։ Տեսեք, իրականում մենք ցավը այստեղ դիտարկում ենք մոտիվ։ Մոտիվը ո՞րն է։ Ցավ նորից էլի ցավը։ Մի արաբալ էլ չշարժվեց, հա, կյանքս։ Իրականում մենք ցավը այդտեղից կյանքս։ Իրականում ցավը մենք դիտարկում ենք որպես մոտիվ։ Այսինքն մի գործոն, որը առաջ է տանում մարդու կենսագործունեությունը։ Վերցնենք ընտանիքներում ապրող այդ նախադասությունը, որը հասել է քեզ, որը դիտարկել ես դու։ Ամուսինը կարող է անընդհատ քննադատել կնոջը։ Կինը կարող է անդադ ամուսնուն թերարժևորել եւ վեճերի ժամանակ ամենահաճախ հնչող արտահայտությունը ճիշտ է դու հաճույք ես ստանում ինձ ցավեցնելուց կամ հարս-կեսուր հարաբերություններում կամ ծնող-երեխա հարաբերություններում ծնողը հաճախ երեխային կարող ասել ես չեմ հասկանում որ դու անընդհատ այդ նույն բանը կրկնում ես հաճույք ես ստանում ինձ ցավեցնելուց Եվ քանի որ մեր կյանքում կենցաղում եւ հարաբերությունների մեջ այս երևույթը կա, մենք քո մասինի շրջանակներում եկել ենք ասելու, որ կա նման երևույթ, բայց մարդիկ դա չեն նկատում, որ ցավեցնելը եւ այդ ցավից էներգիա ստանալը հենց դրա մասին է։ Ցավից հաճույք կա քայլ։
Եվ եթե մենք ուզում ենք հարաբերությունները առողջացնենք, այս բանաձևից պետք է հրաժարվել։ Ինքը շատ աննկատ եւ բնական process է։ Եվ հաղորդման մեր զրույցի սկզբում էլ ասեցի, կարծես ավելի նկատի ունենք մազոխիստական ուղղվածությունը, որովհետև անձը իր կառուցվածքում կարող է ունենալ կամ մազոխիստական ուղղվածություն, կամ սադիստական ուղղվածություն։ Պարզապես մազոխիստականը դա սեփական անձը զոհականացնելու եւ ցավի մեջ ապրելուն է ուղղված, իսկ սադիստականը երբ ուրիշին ցավացնելով է ապրում։ Արի փորձենք ավելի բաց, ավելի մաչելի, չէ՞, տերմիններ չօգտագործենք։ Մազոխիստականը, որ ինքդ քեզ ես անընդհատ ցավ պատճառում։ Ապրում ես զոհի կարգավիճակում, ծեծվում ես, չես հրաժարվում, քո ցանկություններին ընթալած չես գնում, բայց չես հրաժարվում, այսինքն որոշակի կյանքով ես ապրում, որից կարող ես հրաժարվել եւ գնալ քո ցանկությունների ետևից եւ չապրել բռնության պայմաններում։ Հիմա ինչքան մարդիկ մեզ կլսեն, որ 30 տարի ապրում են ալկոհոլիկի հետ եւ անպայման կասեն, որ իմ օրը օր չի, ես օր ու արև չունեմ։ Եվ ինչքան մարդիկ մեզ կլսեն, որ կհասկանան, որ այո, ես կողակցից ցավեցնում եմ, նրան չխնամելով, հոգ չտանելով, դիցուկ տանը կա անկողնային հիվանդ, մարդ ով գանված է անկողնուն, եւ հարազատները որոշ ժամանակ անց արդեն սկսում են նրան վատ վերաբերվել։ Անգամ խնամելու ժամանակ, անգամ թեր խնամքի է հասնում, դա խնամք չի կարելի անվանել։ Շատ այսպես кейսեր աչքիս առաջով հիմա անցնում են։ Այս ամենի մեջ բնականաբար ցանկացած խնդիր ունի լուծում։ Եթե ցավի մեջ չլինի իշխանություն, կարծես ցավեցնողը իշխանություն ձեռք բերի։ Դա ստորացնելու եւ նսեմացնելու հետ պետք է համեմատել, որովհետեւ մարդ ում ստորացնում, նսեմացնում են, ցավ են պատճառում, մյուս կողմը նույն ձևով ձեռք է բերում իշխանություն նրա հանդեպ, առավելություն նրա հանդեպ։ Այս բանաձևերը տանում են փակուղի, ոչ ցավ պատճառողը եւ ոչ ցավի մեջ ապրող մարդը աճի եւ առհասարակ առաջ գնալու քայլ առ քայլ ինքնակատարելագործման, ինքնադրսևորման, ինքնաբավության, ինքնագոհության մասին չի կարող մտածել։ Ավելի վատ վիճակում հաճախ կարող է հայտնվել ցավ պատճառող մարդ։ Դուք պատկերացրեք մարդ, ով ստեղծում է միջավայր, որտեղ մարդիկ ապրում են ցավի մեջ։ Ու ինքը կարող է լինել ընտանիքում միակ փողաշխատողը եւ ամեն րոպե կարող է ասել ես եմ, դուք պետք է ինձ ենթարկվեք, ես եմ ամենը անում, ես։ Ինչքան ընտանիքի հայրեր կան, որ հիմա ոնց այս կարգավիճակում են ընտանիքները պահում, կամ ծնողները ծեր են, ընտանիքում աշխատում է միակ, ենթադրենք տան աղջիկը, եղբայրը փոքր է եւ անընդհատ կարող է մեջ բերել, առաջացնելով այդ ցավոտ միջավայրը։ Բայց լինում են նաեւ դեպքեր, երևի թե դա հոգեբանական որևիցե մի խնդիր է կամ խնդրի է հանգում, երբ դիմացինին ցավ պատճառելով բավարարվում են, որովհետև զգում են իրենց անձի կարևորությունը դիմացինի կյանքում։ Այո, դա որպես դիտարկում այստեղ կարող է տեղի ունենալ իշխանությունը, առավելությունը եւ արդեն այս տարբերակը։ Իրենք շատ նուրբ տարբերություն, նույնիսկ շատ դժվար է տարբերակել, ով ունի առավելություն, ով է իշխանատենչ եւ այլն, բայց այստեղ կա գերազանցության համախտանիշը, որ ասողը պետք է ես լինեմ։ Տեսեք, եսի խնդիրը եւ նարցիսիզմ կարելի է քննարկել այստեղ։ Եվ ամենակարևորը կարելի է քննարկել այստեղ մարդ, ով պետք է ունենա գերազանցություն, ձերդ գերազանցություն, չէ՞, մենք հեքիաթների լեզվով էլ այս արտահայտությունը ունենք, մարդուն պետք է հպատակվեն, ենթարկվեն, նույնիսկ հաճախ տեսնում ենք երկար տարիներ զինվորական կյանքով ապրող մարդկանց մոտ, ովքեր այդ ռեժիմին սովորում են։ Ցավից հաճույք, որ մեկ քայլ է եւ սահմանը շատ նուրբ է, նույնիսկ կարող է մարդու կյանքում լինել մասնագիտական դեֆորմացիայի արդյունքում։ Ինչ ոլորտում որ մարդը աշխատում է, այդ ոլորտի խնդիրները բերում է տուն եւ ստացվում է, որ բոլորը պետք է օրինակ ապրեն զինվորական կյանքով։ Դիսցիպլինան կարող է լինել ցավոտ հաճույքի դրդապատճառներից մեկը։ Այո։ Որովհետեւ երբ օրինակ դիսցիպլինայի մեջ է որևէ մեկը պահում ընտանիքը, նաև դիսցիպլինայով շատ մայրեր կան, այսպես դեսպոտ մայրեր, հա, այսպես են իրենք հայտնի։
Սրա մեջ ցավ պատճառելը բերում է հաճույքի, որովհետև ինքը զգում է իր գերազանցությունը։ Իսկ գերազանցությունից հետո չի զգում, որ հենց իր ընտանիքը ստրկացման մեջ են հայտնվել, գերության մեջ են, եւ հետո սկսում է արդեն իր ստեղծած միջավայրից խորշել, այդտեղից ավելի է ցասումը մեծանում, նեգատիվ էմոցիոնալ դաշտ է ստեղծվում, արդեն իր ստեղծած արդյունքով չի գոհանում, որովհետև երեխաները շրջապատը չեն հասել իր պատկերացրած արդյունքին, ես այսքան արեցի եւ երեխաները չհասան արդյունքի։ Տարական օրինակ բերեմ, հաճախ դեսպոտիզմ, ավտորիտար ոճով ծնողները, թե հայրը, թե մայրը կամ ծնողներից մեկը երեխաներին հասցնում են գերազանցիկության համախտանիշի։ Համախտանիշը սկսում է օրեցօր աշխատել եւ հետո ունենում են գերազանցիկ աշխատողներ, կատարողներ, որոնք որ անընդհատ ձգտում են ինչ-որ արդյունքի հասնել, բայց գերազանցիկության համախտանիշի տանող դեսպոտ ծնողը ինքը ուզում էր ունենալ երեխա, ով միջավայրում ինքը կասի, ինքը կթելադրի, ինքը կլինի ղեկավարը, լիդերը ինքը կլինի, բայց գերազանցիկությունը չի տանում լիդերության, ավելի տանում է կատարողականության, որտեղ դեսպոտ ծնողի երեխան դառնում է կատարող։ Եվ սա արդեն նորից անիվը պտտվում է եւ բերում է կրկին ցասում է, որ դու ոչ մի բան չդառար, ոչ մի բանի չհասար, ես ամաչում եմ, որ դու իմ երեխան ես, ցավ, ասածից մեջ կար, չէ՞ ցավ։ Այս ցավից արդեն ինքը ասում է լիցքաթափում է եւ հանգեցնում է նրան, որ ասելը լիցքաթափել իր համար դառնում է հաճույք։ Իհարկե հաճույքը այստեղ փոխաբերական իմաստով դատարկվում է, բերում է լիցքաթափման, բեռնաթափման, հուզական պարտման է բերում։ Եվ բնականաբար դժվար է այստեղ քննարկել հաճույքի ամբողջ մեխանիզմը, որտեղ հաճույքը պետք է բերի ինքնաբավության, ինքնագոհության, որը երևի թե մեր հաջորդ հանդիպմանը ինքնաբավության մեջ կքննարկենք որպես վայելքի ուրեմն սովորում, որտեղ մի անգամ խոստացել ենք, որ վայելելը պետք է սովորենք։ Այո, անպայման։ Դեպք կամ տարբերակ այլընտրանքային, երբ դու սովոր ես ցավի զգացողությանը եւ իսկապես տպավորություն է, որ դու հաճույք ես ստանում ցավից։ Ասում ես, դե լավ, բավական է արդեն։ Դու հաճույք ես ստանում, որ անընդհատ բողոքում ես, որ անընդհատ տխրում ես, որ անընդհատ լացում ես, որ անընդհատ մեղադրում ես, որ անընդհատ ինքդ քեզ ցավեցնում ես, քարկոծում ես, հաճույք ես ստանում, բաց թող։ Ուղղակի վայելի։ Երբ մարդու կյանքում առաջատար դերը զոհականացված լինելն է, դրա մեջ շատ լուրջ պաշտպանական մեխանիզմներ են աշխատում։ Եվ դա մարդու ինքնապաշտպանությունն է, որովհետև երբ նա զոհ է, երբ նա լացում է, երբ նա տխուր է, նա ունի իր համար հավուր պատշաճի ուշադրությունը։ Եվ եթե նա դրանից ազատվի, ինչպես են այդ մարդիկ իր հանդեպ լինելու ուշադիր։ Ստացվում է, որ հաճույքը զգում է հաճույք այդ ցավի մեջ։ Իհարկե, դա անժխտելի է։ Այո, ինքնազոհականացման մեջ, զոհի դերի մեջ շատ երկար կարելի է քննարկել հաճույք զգալը, բայց դա նաև հասարակ մարդու համար ականջին չի նստում, որովհետև մարդիկ մտածում են, դե եթե զոհ է, ուրեմն իրեն տհաճ է այդ դերը։ Ես միշտ ասում եմ, եթե դա հարմար դեր չլինի, մարդը արագ դրանից կազատվի։ Սեղմող կոշիկը երկար չես հագնի։ Եթե երկար ես հագնում, ուրեմն առաջացնում է վերք, կոշտուկ։ Այդ կոշտուկները զոհի դերի մեջ հոգու վրա են առաջանում։ Հարմար դեր է, բայց այստեղ չես կարող մարդուն առանց երկար թերապևտիկ այցերի եւ ցույց տալ դերը եւ հանել դերից, այստեղ շատ երկար աշխատել, ավելի երկար, քան երևի թե վշտի թերապիայի ժամանակ, որովհետեւ այստեղ անձը իրեն կորսված է զգում, բայց չի կարողանում հասկանալ երբ, որտեղ, ինչպես դա պատահեց։ Հարմար դերը, որը մեզ հայտնի է որպես հարմարավետության գոտի, կոմֆորտ զոնա, այնքան հարմար է, այնքան տաքուկ է, որ այդտեղից մարդուն հանելու համար ջանքեր են պետք, իսկ եթե մարդը այդտեղից չի ուզում դուրս գալ, քեզ դա չի էլ հաջողվի երբևէ։ Այսպիսին էր ցավից հաճույք մեր
Քո մասին է։ Քո մասինը ցավից հաճույք անցում, շնորհակալություն շատ։ Ես կարծում եմ մեր հանդիպումները ամեն դեպքում շատ բարեգործական են, ճագերտավոր, որովհետև այն ինչը որ մենք խոսում ենք, քննարկում ենք, վստահ եմ, որ ինչ որ չափով, ինչ որ տոկոսայնությամբ օգտակար են մարդկանց համար, կրթող են, բացահայտող են եւ ուղղորդող են։ Դրա համար շնորհակալ եմ շատ քեզանից եւ շնորհակալ եմ ձեզանից, որ մինչ այս պահ մեզ հետ էիք։ Այսօրվա մեր թեման քո մասին էր։ Շնորհակալ եմ Լիա, որովհետև հոգեկրթությունը միշտ ինձ համար եղել է երազանք։ Եվ երբ քեզ նման լուսավոր մարդը իր փխրուն ուսերին վերցնում է հոգեկրթությունը իրականացնելու բեռը, չէ՞ որ սա ծանր աշխատանք է նաև։ Մենք գիտենք նաև օգտակար ինչպես են կազմակերպում։ Այո, օգտակար է դրա համար մենք երջանիկ ենք եւ որևէ դժվարության առաջ չենք կանգնում եւ որևէ բեռ մեզ համար ծանր չի թվում։ Թող որ քո մասինը լինի առանց ցավի։ Իսկ դու չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որ հետևես հետագա բոլոր հանդիպումների թեմաներին։ Նա փոքրիկ ռեժիսորիկ։ Հələ ասա ճապ, ասա ռեյք։ Ասարեք, որ սկսենք։ Կգսենք, ուտեմ քեզ։ Եղավ։